2020 թվականից լարված հայ-ռուսական հարաբերությունների սառույցը կարծես թե հալչում է։ Երկու երկրները վերջին ամիսներին պատվիրակություններ են ուղարկում, հանդիպումներ եւ քննարկումներ անցկացնում։ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այս արտահայտություններն արել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո։ Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության հիմնված կառուցողական երկխոսության վստահության վրա։ Երկար բանավեճերից հայ-ռուսական լարված եւ որոշ ժամանակ ընդհատված հարաբերություններից հետո ռուսական պատվիրակությունը մեկ ամսվա ընթացքում երկու պաշտոնյա ուղարկեց Հայաստան։ Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին։ Այսօր Մատվիենկոին արևմտամետները դիմավորեցին եւ ճանապարհեցին այնպես, ինչպես Լավրովին։ Ֆաշիստներ, պաշլա վոն из Արմենիի, պրիդատելի, տարգովցի վանկարկումներով։ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Ալեն Սիմոնյանը ռուս ընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Մատվիենկոն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա։ Մատվիենկոն նաև հանդիպել է Փաշինյանի հետ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Դաշնային ժողովի խորհրդի նախագահն ասաց, որ Փաշինյանն իր հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինի հետ կառուցողական հարաբերություններ ունեն։ Այսօր Հայաստանի վարչապետի հետ երկար դեմ առ դեմ հանդիպում ունեցանք, շատ բովանդակալից, կառուցողական եւ բարեկամական զրույց էր, ասել է Մատվիենկոն։